Ծնվել եմ 1993 թվականին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, մինչև 2005 թվականը ապրել եմ Թալինում, այնուհետև տեղափոխվել եմ ընտանիքիս հետ Երևան, ավարտել եմ Երևանի 111 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել եմ Երևանի պետական համալսարան, այնուհետև մագիստրատուրաս ավարտել եմ Կառավարման ակադեմիայում հանրային կառավարում մասնագիտությամբ։ Ի սկզբանե պատանեկության ժամանակներից, հենց առաջի կուրսից այդ քաղաքական պրոցեսներում եմ շատ ակտիվ ներգրաված եղել եմ ընդդիմադիր մինչև 2018 թվականի հեղափոխությունը։ Հեղափոխությունից հետո մտածում էի, որ Հայաստանում եկել է մի իշխանություն, մի լեգիտիմ իշխանություն, որը մեր պետության առաջ ծառացած խնդիրները կարող է լուծել։ Մենք այնպիսի իշխանություն ենք բերել, որ այլևս այն հին արատները, որ եղել են նախկինների ժամանակ, այլևս չեն կրկնվելու եւ այսպես ասած իմ միսիան ես ավարտված եմ համարել քաղաքական ակտիվիզմի տեսանկյունից եւ սկսել եմ զբաղվել իմ ընտանեկան բիզնեսով, գյուղատնտեսությամբ եւ 18 հեղափոխությունից հետո ուղղակի գնացել եմ գյուղ, մեր այգի, զբաղվել եմ այգեգործությամբ։ Առողջական խնդիրների պատճառով ես բանակում չեմ ծառայել, սակայն երբ 16 թվականին սկսվեց ապրիլյան քարոզիա պատերազմը, ծանոթ ընկերներ կային, որոնք մասնակցել էին դեռ առաջի պատերազմին, ում հետ մենք մարզվում էինք որոշակի ժամանակ եւ այդ ժամանակ մեծ Տիգրան աշխարհազորային գնդի հետ որպես կամավոր մենք այդ ավագ ընկերների հետ մեկնեցինք ռազմաճակատ եւ մասնակցեցինք այդ ապրիլյան քարոզիա պատերազմին։ Այնուհետև դրանից հետո մենք սկսեցինք ինտենսիվ մարզվել, որովհետեւ արդեն ակնհայտ էր, որ ավելի մեծ պատերազմը դեռ առջևում է ու տարածաշրջանում զարգացումները այդ Սիրիայում, այնուհետև Իրաքում այդ բոլոր զարգացումները գալիս էին խոսելու նրա մասին, որ այս տարածաշրջանում նույնպես ավելի մեծ պատերազմ է բռնկվելու, ուստի մենք սկսեցինք մարզվել ընկերներով եւ մինչև 18 թվականը արդեն ունենք ահագին մարզված ընկերների խումբ, որը շարունակեց իր մարզումները նաեւ 19-20 թվականներին։ Սեպտեմբերի 27-ին մեր այգում խաղողի բերքահավաքի առաջի օրն էր եւ արդեն աշխատողները այգում էին ու ես պատրաստվում էի իջնել այգի այդ process-ին մասնակցելու, երբ մեր հրամանատարը զանգահարեց եւ ասեց, որ պատերազմ է սկսվել։ Ես միանգամից բացեցի Facebook-ը եւ Նիկոլ Փաշինյանի ստատուսը տեսա, որ ադրբեջանական ուժերը շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման, արդեն պարզ էր իմ համար, որ սա լայնամասշտաբ պատերազմ է։ Միանգամից ես իմ գործերը թողեցի, մտա ներս, իմ պայուսակը հավաքեցի, որպեսզի մեկնեմ ռազմաճակատ, իջա տանեցիներին այգում հաջող արեցի, դեռ հայրիկս էլ մի փոքր վշտված ասեց գոնե մարդ այս մի մեքենա խաղողը տար գործարան, վարորդը նոր վարորդը չի տիրապետում, ոնց պետք է արվի, նոր գնա կռիվ։ Ու տենց նստեցի այդ բեռնատարի խցիկում ու այդ վարորդի հետ գնացինք Արմավիր, այնտեղ մեքենան գործարան բարեհաջող հասցնելուց հետո իջա ու Արմավիրի այդ կամրջի տակ, կարմիր կամրջի տակ սպասում էի ինչ-որ տրանսպորտ, որ հասնեմ Երևան, այդտեղ սպասում էին նաև սահմանապահներ, սահմանապահ զորքերի ծառայողներ, ովքեր ծառայություն էին իրականացնում ջրականի հատվածում Արաքսի ափին ու նրանք նույնպես պետք է մեկնեն ռազմաճակատ, տենց իրանց մեքենան եկավ, իրանց հետ հասանք Երևան, Երևանում հավաքվեցինք երկրապահի տարածքում, այնտեղ կազմավորվեց մեր ջոկատը եւ ամսի 28-ին արդեն զենք զինամթերք ստանալուց հետո ճամփա ընկանք Արցախ։ Հատկանշական է մի ուշագրավ դեպք տեղի ունեցավ այդ զենք զինամթերք ստանալուց, ես քանի որ չէի ծառայել, ընդհանրապես գնդացի իր կյանքում չէի տեսել ու չէի տիրապետում այդ զենքին, երբ այդ զենքերն էին բաժանում, երբ հասավ իմ հերթը, մոտեցա այդ ցուցակներին, որ ինձ զենք տրամադրեն,
այդ զենք տրամադրողը նայեց ինձ, ասեց իրան պեկա տվեք ու տենց նոր տուփը բացեցին ու դիաշիկից նոր զենք հանեցին տվեցին, ասում եմ, բայց ես այս զենքը չեմ տիրապետում, բայց ասում եմ դրա ժամանակը չէր ու երևի 28-ի գիշերը ժամը 3-ին 4-ին էր, ես այդ ժամին Զորամասի պլացի վրա բացել էի ինտերնետը ու փորձում էի այդ զենքի քանդել հավաքելը սովորեի հենց այդտեղ ու այդ ժամանակ մի կապիտան, եթե չեմ սխալվում, կապիտան էր Պահեստազորի մոտեցավ, ասեց ինչ ա եղել ախպեր, ես ինչ խառն ես, ասում եմ դե ոնց որ զենք են տվել, որ կյանքում չեմ տեսել ու կռիվ են գնում, ուզում եմ քանդել հավաքելը սովորեմ, ասեց արի սովորացնեմ ես քեզ ու տենց այդ գիշերը տղաները լապտերի լույսը պահել են ու այդ կապիտանը ինձ սովորացնում էր այդ զենքը քանդել հավաքելը ու ասեցի կլինի մի հատ էլ հեռախոսով նկարեմ, որ մի երկու անգամ էլ էլի մինչև այնտեղ հասնելը փորձեմ, որ վարժվեմ, հա, ասես խնդիր չկա ու էդի դարել էր այն որ պեկա քանդել հավաքելու կարճ դասընթացը ու մեր մյուս տղաներին ում պետք է լինում այդ վիդեոն էինք բացում նայում, թե ոնց է պետք է զենքը քանդել հավաքել ու իրականացնում էինք։ Իրականում էդի ինձ շատ պետք եղավ, արդեն երբ պահը եկավ այդ զենքը կիրառելու, այնպիսի իրավիճակ էր, որ անձրևային, ցեղ, անտառային պայմաններ ու ամեն անգամ երբ այդ հողնու ցեխը պեկայի լենտի հետ լցվում էին զենքը մարտի ժամանակ դադարում էր կրակել, այդ ոնց որ ասած դանդաղեցված կադրով այդ դասընթացն էր գալիս աչքերիս առաջ ու երևի այդ կարճ մարտի ժամանակ մի 5-6 անգամ այդ զենքը քանդել, մաքրել, նորից հավաքել եմ ու թե ինչ արագությամբ էի անում ու ես էլ էի զարմացած։ Արցախ հասանք արդեն ամսի 28-ի երեկոյան եւ տեղակայվեցինք Ասկերանում, այնտեղից հետո մեզ ուղարկեցին հյուսիսային ուղությամբ դեպի Եղնիկներ մատաղից հատված, այդտեղ իրավիճակը լուրջ էր, թշնամին արդեն վերցրել էր Թալիշ բնակավայրը եւ սպառնում էր Մատաղիսին ու այնտեղ այդ հատվածում անցնում էր նաեւ Եղնիկների մատակարարման հիմնական ճանապարհները, ով եղել է Եղնիկներում երբևէ գիտի որ 2-3 կամուրջ կա, Վահե 1, Վահե 2, Վահե 3, որոնք Եղնիկները կապում են մնացած Արցախի տարածքի հետ, Մարտակերտի շրջանի հետ ու թշնամական խմբերը քանի որ Թալիշի վերցնելուց հետո ներթափանցել էին մեր պաշտպանության խորք, վտանգ կար, որ այդ կամուրջները կվնասեն դիվերսիաների արդյունքում ու Եղնիկները իր հիմնական մատակարարման ուղուց կկտրվի։ Դրա համար մեր վաշտը տեղակայեցին այդ կամուրջների մոտ, որպեսզի իրականացնենք այդ կամուրջների պաշտպանությունը։ Այնտեղ էինք, եթե չեմ սխալվում, արդեն տեղակայվեցինք սեպտեմբերի 29-ին եւ սկսեցինք խրամատավորվել, դիրքավորվել, որպեսզի պաշտպանենք այդ կամուրջները։ Մենք այդ ժամանակ Մատաղիսի կողմից մենք Թարթարի գետի երկայնքով էինք տեղակայված, այդ կամուրջները Թարթար գետի վրա են ու այդ ձորի ներքևից դեպի Մատաղիսի կողմից այդ ռմբակոծության, հրետանու, ինքնաթիռների աշխատելու ձայները անդադ լսվում էին ու վառած հողի հոտն էր գալիս, պատերազմի շունչեն լիարժեք զգում էինք այդտեղ։ Հոկտեմբերի 2-ին մեր վաշտից մոտ 20 ընկերներով բարձրացանք Եղնիկների զորամաս, որպեսզի մասնակցենք այդ Արեգա լեռան գրոհին։ Նոր ենք հասել զորամաս տեղակայվել, հանգստանում ենք, նախապատրաստվում գրոհին, երբ Վահե 1 կամուրջից, որը մոտարապես տեղակայված է Մատաղիսի ջրամբարի հետևում, մեզ զանգեցին մեր ընկերները ու ասեցին, որ թշնամին հասնում է մեզ, շուտ հասեք ու կապը ընդհատվեց, այդ ժամանակ բջջային կապն շատ վատ էր աշխատում, ասենց մի քանի բառ լսեցինք, որ հասնում է մեզ, մենք էլ ոչ տեղանքին էինք ծանոթ, այդքան ծանոթ չենք, առաջի անգամ ենք այդ հատվածում լինում, չգիտենք, որ Եղնիկների զորամասից ճանապարհը ուղիղ իջնում է Վահե 1, մեզ բարձրացրել են Վահե 2-ից, դա Եղնիկների զորամասի մյուս ճանապարհն էր, եւ մենք միանգամից մեր ուսապարկերը ամեն ինչը թողեցինք, զենքը, բրոնեժիլետը, կասկեն ու զինամթերքը վերցրած
վազելով սկսեցինք Զորամասից իջնել Վահե 2 այն ճանապարհով, որով մեզ բերել են, բայց իրականում այդ Վահե 2 դեպի Վահե 1 ճամփեն 2-3 անգամ ավելի երկար էր, քան ուղիղ այդ Զորամասից ելնեինք իջնեինք Վահե 1 այդ կարճ ճանապարհով։ Մենք Զորամասից վազելով իջանք Վահե 2, դա մոտ 7 կիլոմետր ճանապարհ էր, սարերով, ձորերով, այն ճիշտ է կեսից Զորամասի ֆինանսիստը հասավ մեր հետևից, տեսել էր, որ արագ վազում ենք, մտածել էր փախնում ենք մեքենայով, իր անձնական մեքենայով, քշեց, հասավ, ասում է տղեկ ուր եք փախնում, ասում ենք չենք փախնում, Վահե 1-ից տղեկն են կապվել, ասում են թշնամին հասնում է, այնտեղ ենք օգնության գնում, մեզնից մի քանիսը, եթե չեմ սխալվում, Մենուան էր, Էդոն էր, տենց նստանք այդ տղու կարմիր X-ինգը ու տենց կարմիր X-ինգով այդում ենք առաջնագից, երբ հասանք Վահե 2, այդտեղ մի հատ ահավոր տեսարան բացվեց, պարզվում է մեր 6-րդ պաշտպանական շրջանը, Մատաղիսի Զորամասը ամբողջովին նահանջում էր ու տղաները այս նահանջն էին տեսնելով ու ամեն նահանջող ասում էր, որ թշնամին հեսա մեր հետևից հասնում է ու տղեկը այս տեսնելով էին կապվել մեզ, ասել, որ շուտ հասնենք իրանց օգնության։ Իմ կյանքի ամենաբարեալքող տեսարանին ականատես եղա, երբ 6-րդ պաշտպանական շրջանը նահանջում էր ու այդ զինվորները հետ էին գալիս, իսկ մենք առաջ էինք գնում մեր ընկերներին օգնելու, այդ զինվորների աշկի մեջ կարդում էր ով են սրանք, ասենք մենք այդ դժոխքից դուրս ենք եկել, սրանք ուզում են այդտեղ վերադառնան։ Երբ հասանք Վահե 1, արդեն ահագին անցել էր ու կեսօրից հետո էր երևի 5-6-ներ երեկոյան ու անդադար այդ նահանջող զինվորների, կամավորականների, մոբի այդ շարքերը անընդհատ գալիս էին վիրավորներին անընդհատ բերում էին։ Երբ մտնեց արդեն, մենք արդեն տեղակայվել էինք, մեր մնացած տղաներն էլ էին հասել այդտեղ, մեր մյուս ընկերներին օգնության, տեղակայվել ենք այդտեղ ու այդ գիշերը ամենավատ, ամենահուսալքող գիշերներից մեկն էր, երբ գիշերվա 1-ին, 2-ին ձորից ձայն էին տալիս, ասենք երկու երեխա ժամկետային իրենց երրորդ ընկերոջը փորից վիրավոր գետի հունով քաշ էին տալիս, բերում էին, իջնում, օգնում էին, երբ նորակոճիկները Մատաղիսի Զորամասի մոլորված անտառներով մեր հողորմածիկ Սևակն ու մյուս տղաները Միրոնձեն էին տալիս, գտնում, բերում էին, այդ ամենադժոխային գիշերն ա եղել, այդ նկարագրելի է, դա նույնիսկ այն ամենաբան մարտաֆիլմներում հնարավոր չի այդ պատկերը ստանալ ու այդ օրվա ամենահուսահատեցնողը հակասական հրամաններն էին, երբ ամեն 5 րոպեն մեկ մի նոր հրաման էր ստանում, երբ մեկ ասում էին հեսա տանկերը կգան օգնության կեթան գրոհի, հետ կվերցնենք Մատաղիսը, հետո ասում էին կամուրջը տրաքացրեք, Վահե 1 կամուրջը տրաքացրեք, հետ եկեք, հետո հրամաներ գալիս չէ, մնացեք այդտեղ, նորից հետ եկեք, նորից սպասեք, հեսա օգնական ուժեր են գալիս, այդ հակասական հրամանները շատ կազմաքանդող էին։ Բացի դա էլ զորքը նույնիսկ այդ պարագայում, այդ պատերազմի թողի բոհի մեջ, մենք այդ ժամանակ զինված էինք թեթև, ծանր զինատեսակներ չունեինք, նույնիսկ սովորական նռնակը չունեինք, երբ մոտենում ենք զինվորներից վերցնելու, շատ դեպքում զինվորներն ասում են, չէ, չենք տա, որովհետև կարող է սա հրաման տան ու մենք հետեթանք նորից մեր դիրքերը զբաղեցնելու, այսինքն բուն զորքը անցել էր դժոխքի միջով, տեսել էր բազմաթիվ կորուստներ, բայց մեր զինվորները մարտունակությունը չէին կորցրել, այդ տղաները պատրաստ էին կռվելու, սակայն հրամանատարության խնդիրների հետ պատճառով, երբ որ հրամանատարները ուղղակի հենց սկզբից լքել էին մարտի դաշտը մենակ թողելով այդ զինվորները դարձել էին անկազմակերպ զինված մարդկանց մի խումբ, բայց այդ զինվորները, ես ասեմ ավելին, նույնիսկ վաշտեր կային, որ շարքով էին հետ նահանջում, շարքով շարված հետ էին նահանջում այդ զորքը ու պատրաստ էր, մի տղա կար ձեռքից գրանատամյոտ RPG-7-ը ուզում էի վերցնել, ասում էի տուր մեկա հետ ես նահանջում, ասում ես չէ չեմ տալիս, բա որ հեսա ասեն հետ գամ, ես ինչով եմ հետ գալու, բայց ցավոք չունեցանք այն հրամանատարը, որ գար ու այդ
process-ը կանգնեցներ։ Մի ամբողջ գիշեր զորքը կանոնավոր նահանջում էր, հազարներով զորք։ Անկանոն նահանջում էր, առանց ռազմական խնդիր ունենալու։ Ռազմական գործի մեջ չի լինում այնպես, որ նահանջը նույնպես մարտի վարման ձև է։ Բայց երբ որ այդ նահանջը արվում է առանց նպատակ, առանց ռազմական պլանի, դա վերածվում է փախուստի։ Իսկ ռազմական պլանի առկայությունը դա քաղաքական ու ռազմական իշխանության խնդիրն էր։ Ռազմական ու քաղաքական իշխանության բացթողումն էր, որ այդ զորքը մարտի վարման ձևը նահանջը դարձավ այդ զորքի համար փախուստ, որովհետև այդ զորքը չստացավ խնդիր, չունեցավ այդ պահին հրամանատար, որպեսզի նոր առաջադրանք տա, նոր դիսկավորում կազմակերպի այդ զորքի հանդեպ, այդ զորքերի համար։ Ու հաջորդ առավոտյան ամսի 3-ին հոկտեմբերի նոր միայն Արայիկ Հարությունյանը եկավ Արցախի նախագահան, եկավ այնտեղ ու այդ process-ը դադար առավ։ Դադար առավ նրանից հետո, երբ արդեն ամբողջ 6-րդ պաշտպանական շրջանը նահանջել էր։ Հիմնական պատճառը այս process-ի նա էր, որ բանակը հասարակության հայելին է։ Ինչպիսի պետական կառավարման համակարգ, ինչպիսի հասարակություն կառուցում է, նույնիսկ բանակն է դառնում։ Չի կարող մի պետությունում, որտեղ չկա սոցիալական արդարություն, բանակում ուժեղ հրամկազմ ձևավորվի, որովհետև երկար տարիներ հրամկազմը ինչպես էր տեղի ունենում առաջ խաղացումը, ծանոթ, բարեկամ, չմոռանանք պաշտոնի բարձրացման համար, սպայական կոչման բարձրացման համար պետքա գումար վճարվեր, այս ամեն ինչն ունենում է այն արդյունքը։ Փաստացի այն մարդիկ բանակում պետքա լիներ ուժեղի ընտրություն, երբ ուժեղ է, հրամանատարը կարող է, նա ունենում է առաջընթաց, բայց փաստացի 30 տարի մեր բանակում դեգրադացիա է տեղի ունեցել։ 30 տարի մեր բանակում ոչ թե արժանին է առաջ գնացել, այլ ով ունի կապեր, ով ունի գումար։ Ինչպես կրթության ոլորտում, ինչպես պետական կառավարման համակարգում։ Եվ ամենակարևորը 2018-ի հեղափոխությունը, որ պետք է այս ամբողջ process-ը փոխեր, իր տրամաբանությունը այդտեղ էր։ Այդ հեղափոխության տրամաբանությունը դրա մեջ էր։ Իշխանափոխության մեջ չէր այդ հեղափոխության տրամադրությունը, տրամաբանությունը։ Սերժիս Նիկոլին իշխանություն անցնելու մեջ չէր այդ տրամաբանությունը։ Ես դրա համար չէի գնացել պայքարել։ Ես պայքարել էի, որպեսզի Հայաստանում հասարակական կարգը փոփոխվի, որպեսզի իսկական ժողովրդավարություն հաստատվի, սոցիալական արդարություն, երբ որ բանակում արժանի սպան գնա առաջ։ Փաստացի հոկտեմբերի 3-ին Արեգայից մինչև Հարակնաթաղ հատվածում, այդ բարձունքների միջև այդ հատվածում հայկական ուժեր չկային այդ 6-րդ պաշտպանական շրջանի նահանջից հետո ու այդտեղ գետի Թարթարի այդ ճանապարհով մենք ենք միայն պաշտպանություն իրականացնում, դրանից հետո նոր արդեն Արայիկի գալուց հետո նոր ուժեր բերվեցին այդ հատված եւ նոր ճակատ ձևավորվեց ու այդտեղից հետո որոշում կայացվեց, որ պետքա գրոհել եւ հետ վերցնել Արեգա լեռը, քանի որ դա տարածքի գերիշխող բարձունքներ եւ Մատաղիսի ընկնելը նաեւ մեծամասամբ պայմանավորված էր Արեգայի ընկնելու հետ եւ առանց Արեգան հետ բերելու հնարավոր չէր այդտեղի պաշտպանությունը նորմալ իրականացնել։ Ուստի մեր վաշտը այլ ստորաբաժանումների հետ ամսի 5-ին արդեն մեկնեցինք դեպի այդ բարձունքի ուղղությամբ, որպեսզի գրոհենք եւ հետ բերենք այդ բարձունքը։ Իմ խումբը գլխավորում էր Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը, որը զոհվեց այդ օրը հոկտեմբերի 5-ին Արեգա սարում։ Նրա հետ զոհվեցին նաեւ մեր խմբից 3 այլ տղաներ, Դեղոյան Արտակը, Միհրանը Մանուկյան եւ Սարգիսը Խաչատրյան։ Մեր խումբը հանձնարարություն էր ստացել անցնել թիկունք եւ այդ Արեգային օգնություն եկող ճանապարհը փակել, որպեսզի թշնամին չկարողանա մարտի ժամանակ այդ լեռը բուն լեռը գրավելու մարտի ժամանակ օգնություն ստանա։ Մենք նոր ենք հասել տեղակայվել այդ հատվածում, երբ հակառակ ուղղությունից Արեգա լեռից նրանց հերթափոխը իջնող հանդիպեց մեզ եւ մի քանի մետրի վրա 3-4 մետր հեռավորության վրա մերձամարտ սկսվեց,
մեր 12 հոգանոց խումբը հանդիպել էր թշնամու մի ամբողջ վաշտի։ Ես մեր խմբի գնդացրորդն էի ու ամենահետևում էի պարկած, նոր էի դիրքավորվել եւ Մենուան մեր խմբի հրամանատարը դեռ կողքս կանգնած էր 2-3 մետր այն կողմ ու մեր խմբի մյուս տղաներին էր դիրքավորում, ֆրած ասեց հիմա դառնում ու խփում ենք սրանց։ Ճիշտն ասած իմ մոտ այդ պահին մի քիչ անհասկանալի բան չի հասկանում ինչա կատարվում, որովհետեւ 2-3 րոպե առաջ բաժանվել ենք մեր այդ մյուս տղաներից Արցախի սպեցնազի հետ, ովքեր պետքա գրոհեին լեռը, իրանք բարձրացել էին դեպի վերև, մենք իջել ենք մի փոքր ցած դիրքավորվելու, ու որ ասեց հիմա դառնում ու սրանց խփում ենք, մտածում եմ մեր թիկունքում մերոնք են էլի, մեր տղաներն են։ Ու մենք խփում, երբ գլուխս պտտեցի, տեսա 2-3 մետր այն կողմ հակառակորդի վաշտն է կանգնած, ուղղակի շարքով կանգնած են ու ծիծաղում են, իրանք չէին հասկացել, որ մենք հակառակորդ ենք, իրանք մտածում էին, որ իրանց հատուկ նշանակության ստորաբաժանումների զինվոր են, քանի որ մեր հակը մուլտիկամ տեսակի համազգեստ էր, շատ նման էր իրենց այդ հատուկ նշանակության ստորաբաժանումների համազգեստին, ու սրանց ժպիտը դադարեց այն պահին, երբ Մենուան պտտվեց, զենքը լիցքավորեց ու հենց կանգնած տեղը մի քանի մետր հեռավորության վրա կրակայեղտ արձակեց այս շարքի վրա ու այդտեղից միանգամից մարտը սկսվեց։ Հենց առաջի րոպեներին Մենուան ու Միրանը խփում են, հենց իրար կողք կանգնած են լինում, հենց առաջի կրակոցների ժամանակ։ Ես էլ հակառակ ուղղությամբ էի պարկած, դեպի ներքև էի նայում, հազիվ հասցնում եմ գնդացիրս լիցքավորել, նույնիսկ չեմ էլ հասցնում պտտվել, ուղղակի թեքում եմ հետև, մեջքիս վրա եմ պահում ու սկսում եմ ուղղակի կրակայեղտ արձակել, որովհետև մի քանի մետրի վրա արդեն նրանց վաշտը շարքով կանգնած նայում էին մեզ։ Հետո արդեն մեր մնացած խումբը տղաների հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ արդեն գրոհն է սկսում Սարի ու այդ ժամանակ արդեն թուրքերին օգնությունն է, ադրբեջանցիներին օգնությունն է գալիս։ Մոտ 4-5 բեռնատար էր ու ներքևից լսում ենք այդ բեռնատարների ձայնը, պտտվում եմ դեպի ներքև այն պահին, որ հորեղբորս տղան էր մեր հետ, ճանապարհի մեջտեղում պարկած էր, այն պահին, որ արդեն այդ բեռնատարներից մեկը ճզմում է հորեղբորս տղային անցնի, այդտեղ դառնում ու խփում ենք այս բեռնատարի շոֆերին, այդ կանոնան կանգնում է, բեռնատարները կանգնում են ու բարձրանում ենք, սկսում ենք մի քանի մետրից արդեն այս բեռնատարների թափքին կրակել, խոցել այնտեղ եղած անձնակազմը, այս պրոցեսը մոտ 20-25 րոպե երևի տևացել է այս ամբողջ մարտը ու արդեն մեզանից 2 հոգին չկային, 3 հոգին զոհվել էին, մնացել ենք 7 հոգով ու արդեն պարզ էր, որ զինամթերքն է սպառվում, պետք է նահանջենք այդտեղից, քանի որ այդ մեքենաներից այն հետևի մեքենաներին չեն կարողացել խփել ու այնտեղ լիքն էին անձնակազմով ու այդ անձնակազմը լցվում էր արդեն մեր թիկունք, փորձում էին շրջանցել մեզ ու հանվերևում էր թշնամին, համ ներքևում փաստացի շրջանի մեջ էինք ընկնում ու տղաներին համաձայնեցրինք ու երկու խմբով փորձեցինք հետ նահանջել ու մի պահ անցնելիս հայացք գցեցի ներքև, ուղղակի մի 100 մետր տենց թշնամական զինվորների մարմիններն էին գետնին լցված։ Մի կողմից ոգևորում էր այդ տեսարանը, մյուս կողմից էլ մեր զոհված ընկերների մարմիններն էին աշներիս առաջ, որ չեն կարողացել հանել այդտեղից ու մնացել էին մի քիչ ներքև։ Այդ օրվա մեր մարտը ավարտվում է, արդեն մեր ուժերը հետ են նահանջում, քանի որ գրոհը չէր հաջողվել, բարձունքը հնարավոր չէր եղել լեցնել ու դիտված պետք է բոլորով հետ նահանջենք, քանի որ հակագրոհի դեպքում հայտնվելու ենք, բոլորս կտրվելու ենք մեր յուրային ուժերից։ Մեր խումբը մի յուրահատկություն ուներ, հիմնականում մեր վաշտը ձևավորված էր ընկերներից, հիմնականում ով կային այդ վաշտի անձնակազմի հիմնական մասը բոլորս քաղաքացիական կյանքից ճանաչում ենք իրար ու քաղաքացիական կյանքում
ընկերություն էինք անում ու շատ հետաքրքիր է, որ բազմաթիվ տղաներ կային, որ նույնպես չէին ծառայել, բայց պատերազմը սկսվելուց հետո կապ չունի, զենք էին վերցրել, եկել էին նույն մեր սևակը, որ զոհվեց, նույն մեր Ավետիսը, որ վիրավորվեց, մեր Դավիթը Սարուխանյան, որ զոհվեց, շատ կային տղաներ, որ չէին ծառայել, բայց պատերազմի սկսվելուց հետո ուղղակի կամավոր որոշել էին գային ու պաշտպանեին իրենց հայրենիքը, նույնիսկ ունեինք մոտ 1 տասնյակ սփյուռքահայեր, որոնք նույնպես չէին ծառայել, Ուրուգվայից ունեինք, Ֆրանսիայից ունեինք, Լիբանանից ունեինք, հայեր, որ եկել մեր հետ կամավորական եկել էին ռազմաճակատ։ Այն ոգին, այն էներգիան, այն հայրենասիրությունը, որ կար, եթե ճիշտ ղեկավարվեր, եթե ճիշտ այդ պրոցեսները կառավարվեր ու այդ բարդակը, այդ անտերությունը չլիներ ռազմաճակատում, այս էներգիան չէր կարող հաղթանակ չբերել։ Երբ է տեղի ունենում դասալուկությունը, երբ է տեղի ունենում փախուստը նահանջը, երբ այդ զորքը չի կառավարվում։ Հաստատի այդ ցավալի դասալուկությունը մի բանի մասին է խոսում, որ այս իշխանությունները տապալել են այդ պատերազմի կառավարումն ու ղեկավարումը։ Երբ է զինվորը դասալուկում, երբ զինվորը չի հասկանում իրանից ինչ են ուզում, երբ զինվորը չի ապահովում համապատասխան միջոցներով։ Այս պատերազմը երկրորդ համաշխարհայինը կամ առաջին համաշխարհայինը չի կամ չգիտեմ նետո աղեղի պատերազմ չի, այս պատերազմը պահանջում է կոնկրետ լոգիստիկա, ղեկավարում, որը մեր պետությունը ուղղակի ցախողել է։ Քանի ժամանակը գնում է, քանի փաստերը դուրս են գալիս ջրի երես, ավելի պարզ է դառնում, որ այդ պարտությունը հստակ կարող է չլինել։ Մենք կարող ենք այդ պատերազմում ուրիշ արդյունք ունենալ։ Եթե մենք այդ պատերազմում մի փոքր ավելի դիմանայինք, նույնիսկ Իլհամ Ալիևն է հայտարարում, ասում է, որ հարցնում են ինչու կանգնեցրեցիք, ասում է, որտեղ մեր ուժերը արդեն սպառման եզրին էին, զինամթերքը սպառման եզրին էր ու պատրաստ չէինք ձմեռվա պայմաններում լեռներում մարտեր վարել ու այդ շրջանը այնպիսի շրջան էր գալիս, որ մառախուղներ էին արդեն սկսում, վատ եղանակ ու հստակ էր, որ նրանց այդ օդային գերակայությունը չէր աշխատելու այնպես, ինչպես միշտ դա էր աշխատում։ Ուստի ակնհայտ էր մի փոքր ավելի կազմակերպվածություն, մի փոքր ավելի լավ հրամկազմի առկայություն ու այդ պատերազմը գոնե հնարավոր էր չպարտվել։ Գոնե հնարավոր էր այնպիսի արդյունք ունենալ, որ դա չդառնար կապիտուլյացիա։